Երևանի կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր 2 ամսով կալանավորվեցին Նոր թաղամասում վնասազերծված խմբի գործով օրերս ձերբակալված Հայրենիք եւ Պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա ընկերության հիմնական բաժնետեր ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։ Ըստ ազգային անվտանգության ծառայության նրանք երկուսն էլ մեղադրվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու պահելու մեջ։ Թե Հայրենիք եւ Պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, թե Տիգրան Մեծ ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը հերքում են իրենց առնչությունը զինված խմբավորման հետ, դատարանի բակում հայտարարեցին պաշտպանները։ 72-ամյա Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը լրագրողներին փոխանցեց Մարգարյանի խոսքերը, թե իշխանություններն այս քայլին գնալով քաղաքական հաշվեհարդար են տեսնում իր հետ ընդդիմադիր հայացքների համար։ 95 թվականին հետամուտ են եղել, հետապնդում են իրականացվել, 2004-ին եղել է, 2008-ին եղել է, եւ այդպես շարունակ, այնքան ժամանակ մինչև Շինծու համարելով ոստիկանության համակարգում երկար տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած Պահեստազորի գնդապետին առաջադրված հոդվածները փաստաբան Արսենյանը նշեց, որ դատարանը չի ընդունել գրավով ազատ արձակելու իրենց առաջարկը։ Պաշտպանն ասաց, որ Գառնիկ Մարգարյանը մի քանի անգամ հանդիպել է Նորքի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին քեսապ գնալու հարցերի շուրջ։ Շտապեց հավելել Մարգարյանն անգամ Վարդանյանին հորդորել է այդ հարցերի հետ կապված տեղյակ պահել պետական մարմիններին։ Արսենյանն ու Մարգարյանի հարազատները տարակուսած են, հարցնում էին նրանք, ովքեր հանդիպել են Արթուր Վարդանյանին, առնչություն ունեն զինված խմբի ձևավորմամբ։ Արթուր Վարդանյանը նման հավաստիք է տվել, որ այնուամենայնիվ նախարարների է հանդիպել։ Հիմա այս ձևական տրամաբանության արդյունքում մենք գնանք, ում Արթուր Վարդանյանը հանկարծ ասես նախարարին հանդիպել եմ, դրանց ինչի չեն բերում, եթե այդպես է ԱԱՑ։ Ձևական տրամաբանությամբ է ստացվում, որ եթե հանկարծ մարդը այլախոհ է, քաղաքական դաշտում երևացող ազնվորություն ընդդիմադիր, պետք է այսպես քաղաքական հաշվեհարդար է։ Այնուամենայնիվ իմ պաշտպանյալը այդ առումով հենց դա էլ ասում է։ Դատարանի բակում էին հավաքվել Մարգարյանի հարազատներն ու ընկերները։ Հայաստանի մտավորականների ֆորումի համակարգող Ազատ Սարգսյանն ասաց, չնայած Արթուր Վարդանյանի հետ մի քանի հանդիպումներին ընկերը չէր կարող մաս կազմել ահաբեկչական գործողություններ նախաձեռնող խմբին։ Սարգսյանը Մարգարյանին ձերբակալությունից 1 օր առաջ է հանդիպել։ Ահաբեկչության հետ կապված հարցեր քննարկեինք եւ այլն, դա չկար նման բան։ Մարգարյանի հետ նույն գործի շրջանակներում կալանավորված ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի ընտանիքի համար դատարանի որոշումը անսպասելի էր, դստեր ինքնազգացողությունը վատացավ։ Պաշտպան Արայիկ Ալվանդյանը փոխանցեց, որ դատարանը եւս մերժեց գրավով ազատ արձակելու մասին իրենց առաջարկը։ Նա եւս անհիմն է համարում կալանքի մասին որոշումը։ Վլադիմիր Առաքելյանը առողջական խնդիրներ ունի, ասաց պաշտպանը։ Անթույլատրել են ճանաչել մեր միջնորդությունը։ Առողջական վիճակը ինչպիսին է։ Վատ էր։ 4 ամիսը բարկած այդ մարդը։ Դեղեր, այդ դեղերը փորձում է մի քիչ մեղմի ընդամենը դա է։ 4 ամիս բարկած մարդը ինչ խնդիրներ չի ունենա։ Ամեն ինչ էլ ունի, դե ասենք այտենց կոնկրետ փաստաթուղթ չկա իմ ձեռքի տակ, որ ասեմ։ Դատարանի բակում հավաքված ազատամարտիկները քննադատելով մարտական ընկերոջ կալանավորումը մեկ անգամ եւս պնդեցին իշխանությունը փորձում է մեկուսացնել պայքարող ազատամարտիկներին։ Հավատացեք, ես անկեղծորեն կբացառեմ, որպես ինքս ազատամարտիկ անկեղծորեն կբացառեմ, որ որևէ ազատամարտիկ հանկարծ կարողանա զենք վերցնել իր ազգի դեմ։ Վլադիմիր Առաքելյանի պաշտպանը կբողոքարկի կալանավորման մասին որոշումը։ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը չի բողոքարկի, դատարանների անկախությանը չի հավատում։